We're live. Սիրելի հայրենակից շատ կարճ կարևոր մեջբերում ունեմ անելու, քանի որ Վարդանանքը հռչակվելու եւ մենք ռեալ ենք համարում, կներեք անթրաշամպլաշ Adidas-Madidasների երևույթի համար, օրը կգա բարինել հետը փողկապներով կհավաքվենք ճաշկերույթերի խնդիր չի, բայց հիմա քանի որ շատ թեժացավ էս ամեն ինչու ռեալը, ուրեմն մեջբերում պիտի անեմ, բայց մեջբերումից առաջ լավ կլիներ մեկնումեկը գրեիք ձայնը ոնց է, որ իմանամ, սպասեմ այդ կարճ կոմենտին, որ ձայնը լավ է, որպեսզի մատուցեմ ժողովրդից, թե որն է իրականությունը։ Մեկնումեկդ գրեք 1 2 3 ռաս դվա ռաս ձայնը ոնց է։ Մեջբերում եմ անելու մի հատ չկայացած անլվա երևույթի։ Եվ մեջբերում եմ անելու որպես 23 տարիներից ավել ծառայած վերջում ձեռնդրված դբիր հայարակելական Սուրբ եկեղեցու Անդրանիկ Վարդանի Դովլաթյան։ Ուրեմն սիրելի հայրենակից, մի հատ երևույթ կա, 23 տարի ծառայությունս եմ դրել, այ փարաչայով խիար։ Կատարել եմ բոլոր քահանաների հրամանները, այ փարաչայով տականք։ Բարեք քահանա Պետրոսյան, դու դրան շունն ես, որ փարաչա հակնես եւ ասես կարգել եմ մուտքը ով լինի, որ սենց լինի, եկեղեցու մուտքը, դու ով ես այ բոլշևիկի ձակ, խաշուրի ստանցի պատերի տակ քաշեկած կագեբե, այ բոլշևիկ, դրան շունն ես դու քահանա չես է, դու ինֆոլտրացված կռեմլու չեմ ուզում կոպիտ ասեմ, սիրելի հայրենակից ակնհայտ, բացահայտ, այս քահանա Պետրոսյանների կեղտոտ Գերդաստանի ներկայացիչը, որ փարաչայ է հակել, ասում է կարգել եմ մուտքը եկեղեցի, որևէ մեկի եթե սենց անի, նենց անի։ Ուրեմն, փաստորեն, մենք տեղյակ չենք եղել։ Միջի գալուստն փառավորյալ Քրիստոսի, որ Էջմիածին է տեղի ունեցել եւ Էջմիածին է անվանվել է Սուրբ քաղաքը, Դիաննա Լափամանին ռադ արեց վարչապետը, բայց նա 4 միլիոն դրամ պարտ կա Վարդանանք ազգային շարժմանը։ Մեր բոլոր մարդկային իրավունքները խախտելու համար։ Հարգելի իրավաբաններ Հայաստանում, Ամերիկայից լիքը լոյեր կտամ ձեզ, բայց այդտեղ մեկնումեկդ հանդես եկեք, պիտի փոխհատուցում մատուցեն այս կեղտոտները։ Խախտել են մեր ձայնի իրավունք։ Ուրեմն քահանա Պետրոսյանին անդրադարձ, լսի։ Դու կամաց կաշիլոկդ լից, հուլիսի 4-ին, ոչ ցրան վերգո դոմպիպոնակո հետույկը պահելու, եթե այդքան ոռու հետույք ուներ, թողար Ամերիկա մեծացած մի հատ անզեն, մաքուր մարդուն առերեսվեր Էջմիածին, Էջմիածին ինքնա ծնվե, ես Մալաթիա եմ ծնվե, ինտուրիստիկ կյաժի, Իկարուսի վարորդ, աղբարի տղա եմ, բայց ընենց Իկարուսի վարորդ, որ շատերիդ ճանաչած Պարտիայի շարքերում գտնվողների կնանիկ յան էին նայում, էսի ոչ բոլորի, իմ հերը սիրուն տղա է եղել, և դերասանություն սիրել է, թատրոնում խաղացել է, գիտեք ինչ է պահանջվում գալիք ընտրություններին, ի օգուտ Հայաստանից Հանրապետությանս, են բեմադրությունը, որ խաղացել է լուսահիշատակ հայրիկս, պահանջվում է ստախոս, բայց շատ ավելի տաղանդ է պահանջվում, որ լինել սնդուկյան, ականջդ կանչի ողորմի քեզ, էլ չունենք սունդուկյան, պիտի վերածնվի մի հատ նորը, բոլոր կանանց ամուսինը, ով է հիշում այդ բեմադրությունը, հիմա այ փարաչայով անգրագետ երևույթ, այ միասեռականներին ամուսնացնող հայարակելական Սուրբ եկեղեցում, մարտահրավեր, ամենտեղ դրել տարածել եմ, Գարեգին Բ, Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան, Վազգեն քահանա Մովսեսյան, Վարդանանք ազգային շարժումը ազգի առջև հայտարարություն է անում, առերեսվեք 5 րոպե, բացատրություն տվեք, արդարացեք, ինչու եք թույլ տվության համար նախ, որ ամուսնացրել 2 տղամարդ հայարակելական Սուրբ եկեղեցում, եւ ինչու է Գարեգին Բեն նշանակել նախագահ միասեռական կազմակերպության Հայաստանում Փինք Արմենիա, Վազգեն քահանա Մովսեսյան, կանգնում ենք վարչապետի ու պետության կողքը սրբամաքրելու հայրակելական Սուրբ եկեղեցին, բարձրաձայնելով բոլոր Նիկոլ Փաշինյանի ամփույթ բաց թողումները,
հիմնականում անպատժելիությունը եւ Ռոբերտ Քոչարյանի շնչելը դեր։ Ազգ, կարճ ու կոնկրետ ու վերջակետ։ Հուլիսի 4 14:00 ազգը իր բանակ դարձած կարգավիճակով գալիս է ու եկել է Էջմիածին։ Ասում եմ, ձեր Դոմպիպոյի վախկոտները եւ են ալկաշ կանանիկ 4-րդ սովխոզից 2 հատ կանանիկ ունեք։ Մի հատն էլ ունեք Հրազդանում, որ կանգնեց ու պաշտպանեց միասեռական ամուսնությունը, ուժեղ ներկայացումը։ Գիտեմ Դավիթ ջան, Դավիթ, պահանջում է ստախոս բոլոր կանանց ամուսինը։ Հայրիկս շատ ուժեղ է խաղացել էտի լուսայշատակ, բայց ժող թատրոնում։ Օղորմացիկ 1000 օղորմի իր հոգունել մեր Գյումրու տաղանդներից մեկը փայլուն։ Այն հարստությունը, որ ունենք 1000 օղորմի հոգուն, Մհեր Մկրտչյանի վերջի կնիկը, այն կտացրածը, հա, տամարացիոցը, հա, որ բևերի մա սեղան էր դրե գլենդել, խայտարակեց մեզ այդ կնիկը աղբեր։ Ինձ ասեց, մենք տենց բաներ չենք ճանաչում, մենք պետական գիծն էինք թատրոնի։ Վայ զարգնաս դու գրագետ տաղանդ ես եղե ու իմ հայրիկի ընկերները ոչ։ Դրա համար է Գյումրին էտորին բուֆետում ես մեծացրե երեխեքից Սունդուկյանի։ Էդի կյաժի տղեն գիտի։ Սունդուկյանի բուֆետում եք ապրե, այդ հաշվին։ Բայց Մհեր Մկրտչյանը 1000 օղորմի հոգուն դեր ունի էլի այդ տաղանդի թողած սերմերը, որ Գյումրին կշարունակի այդ գործը, բայց աշխատանք է պետք։ Ինչև է հերիքա թատրոնի մասին, այս Պետրոսյան քահանա անլվա երևույթ, արա 23 տարուց ավել բոլոր ծառայությունս մնում է հայրաքելական Սուրբ եկեղեցու վարակույրի հետևը, ձեռընդրված դպիր եմ, դու ով ես, որ արգել ես իմ ժողովրդին մուտքը տաճար, որ պաշտպանես Կիրիլի KGB Գարեգինի պոռնկությունը, որ անում է իմ հայրաքելական Սուրբ եկեղեցում։ Ով ես դու։ Ով ես դու։ Այ լոդեր ծրիակեր, այ իսկական քահանահայրերը, որ կթքեն ես աշխարհի սուտ փառքի վրա եւ նրա սուտ հացը ու սննդի վրա ու կկանգնեն Քրիստոսի անունին հանուն։ Հուլիսի 4 14:00 Կոմիտասի հրապարակ Էջմիածին։ Կրկնում եմ Պիպո, թալանացդ այդ լոսից երկիչներ բաներ դոդի ախ որից երակը, ախ ընդեղ սենց, չերես Ավստրալիա, Մեքսիկոներ փախնում եք Հայաստան։ Քեզ ասել եմ, դոդի վրով տխուր երկ պտի գրես, տղես, անշարժ գույքերի դայնստին քանդելու եմ ձեր գլխին, էդ իմ բանակի փողնա, Անդրանիկ, Դևլատյան Վարդանի, Իկարուսի վարորդ, ինտուրիստիկ կյաժի տղեն, գրի ու գնա պատմի, բանակըտ և ներքին զորքերդ ունի մարդը հրավեր, որ աղբերական մրցույթ անենք, դու տիտես ով է, և դու նայի տես, բանվոր աղբարի տղեն, ես ինչ օրնեք կցեիմ գյուղացիներին արա, արա ինչ բաց թողում լինի դու աշխարի արջև համարձակվում ես Հայաստանի Հանրապետության առաջի տիկնոջը սեռական հայոյանք տաս, պորնիկի լակոտ ես դու ուրեմն, ու քեզ պտի անվանեմ պորնիկի լակոտ առերես, դո գիտել, փիսի գիտել, քո 10-երեսանի Քրիստի գիտել, բոլորիդ գիտեմ, քո պիվնոյի հերոս դերասաններիդ, բլոգեր, և բաց թողումներդ Փաշինյան, 10 անգամ մեր բեռը ավելացրեց, գոնե ես մի գործը ճիշտ արա, քո զոմբլոներին ասա, սրբամաքրել հայրաքելական Սուրբ եկեղեցին վարդանանքի մեջ ենք։